խրող, տառնական ու ոգեղեն պարով են սկսում դասը անդոկցիները։ Սղերդի Քոչարին է թնդում խոյահարող շարժումներով։ Անպայման ձախ ոտքի վրա ճնշում ենք կատարում զնգծալով նոր հետ են կարգել սպարակը ճնշում ենք ու հետ ենք գնում և ասելով հարվածում ձախ աչ շշեց վեր Այսպես ամեն օր է խմբի ղեկավարը հայկական ավանդական երգի պարի անպարտելի ոգին փոխանցում իր սաներին, բացահայտում յուրաքանչյուր պարաքայլի թաքնված տողատակը։ Հայկական պարը բեմ բարձրանալու միջոց չէ, հայկական պարը հայ արմատներին մոտենալու և աշխարհում որպես հայ մնալու միջոց է։ Ազգային մշակույթի նաև միջոց է ազգ սիրելու, հայրենիք սիրելու համար։ Ուսուցչից Գագիկ Գինոսյանից ոգեշնչված հրայրը 15 տարեկանում փոքրահասակների հետ խումբը ստեղծեց։ Նա չէր էլ ենթադրում, որ մեծանալու են միասին պարելով և պարը մի օր դառնալու է կյանքի մեծագույն նվիրում ու առաքելություն։ Մենք ամենաերջանիկ ազգերից մեկն ենք, որ ունենք այսքան մեծ ու հզոր մշակույթ, և այդ մշակույթը այն մշակույթներին է դասվում, որոնք որ ունեն դաստիարակիչ բնույթ։ Եվ այո, ինչպես նորից ասում էր իմ ուսուցիչը, գրոշ չունի այն մշակույթը, որը ազգ չի դաստիարակում, որը ազգ չի կերտում։ Ճանաչել սեփական մշակույթն ու դառնալ կրողը։ 10 տարի առաջ հենց այս գաղափարախոսությամբ ստեղծվեց Անդոկ ավանդական երգի պարի խումբը։ Տասնամյակին ընդառաջ անդոկցիները Պարոնյանի անվան թատրոնում նոր ու բացառիկ ներկայացմամբ հանդես կգան, որը նվիրել են Հայրիկ Մուրադյանի ու Կոստան Զարյանի հոբելյաններին։ Ներկայացման ամբողջ ընթացքում զարյանական մտքերն են երկխոսելու հանդիսատեսի հետ։ Հնչելու են նաև Հայրիկ Մուրադյանի երգերը։ Ներկայացումով ցույց ենք տալու հայի ճամփորդությունը հայ ազգի կյանքում, այդպես ասած, այդ պատմության մեջ, ով փնտրում է այն ճշմարտությունը, որով պետք է կանգնենք ոտքի և ապրենք նորից աշխարհի վրա, որպես հայ ազգ, ինչպես արդեն 4000 տարի է։ Այստեղ խմբի ամենակրտսեր աշակերտն անգամ իր պարտքն է համարում ապրեցնել ու սերնդեսերունդ փոխանցել նախնիների զորեղ ոգին ու պարը։ Մեծ նայողները պետք է հասկանան, որ սա հպարտների, արժանապատիվների և հզորների իշխանների պարն է եղել։ Անդոկցիները առանձնահատուկ սիրով են պարում հատկապես հայոց իշխանների վեհ ու ազնվազարմ պարը՝ իշխանացը։ Կարծես թե ուրիշ աշխարհ տեղափոխվեմ ու լրիվ մի այլ հոգեվիճակում եմ լինում ու ինձ շատ վեհ եմ զգում, մեծ եմ զգում, հզոր։ Իշխանած պարն եմ անսահման շատ սիրում պարում, որովհետև և երաժշտությունը և պարի պատմությունը ստիպում է հասկանալ, որ հայերը նաև եղել են իշխաններ և այդ ոգին փոխանցում է մեզ։ Հայկական ազգային պարերի մեջ կնկատեք, որ բոլոր պարերում մենք պարում ենք իրար ձեռք բռնած ու սեր տված, հա, անգամ ճկույտներն էլ, և դա ցույց է տալիս մեր միասնականությունը, ինչը չկա ամերիկյան կամ ժողովրդական ոչ մի պարի մեջ։ Անդոկցիները համոզված են դեպի ինքնություն տանող ճանապարհին հանդիպում են հայի պարն ու երգը, որ հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն են։ Խորհրդանիշ, որ էլի ու էլի վերաիմաստավորվում է յուրաքանչյուր պարաքայլով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։